Շնորհակալություն, պարոն նախարար։ Այսինքն կառավարության այն ծրագիրը, որ ընդունվեց 21 թվականի արտահերթ ընտրություններից հետո, ըստ էության, այդ ծրագիրը շարունակաբար հիմա իր ընթացքի մեջ է, մինչև իր ավարտը, եւ կունենանք հետագայում նոր ծրագիր եւ այդ շարունակականությունը ապահովելով մենք կունենանք անվտանգության ավելի բարձր մակարդակ։ Այստեղ խոսվեց սպառազինության մասին, նաեւ սպառազինության ձեռքբերման ծավալների եւ քանակական առանց թվեր նշելու, դուք խոսեցիք ձեր պաշտոնավարման ընթացքում ձեռք բերված սպառազինության մասին եւ դրա 5 ու 4 անգամ ավել ծավալները, բայց ես նկատեցի, որ պարոն վարչապետը ասեց, որ 18 թվականից սկսած այդ ծավալները պետք է գումարվեն, որովհետեւ ես հիշեցի քննիչ հանձնաժողովում, երբ որ մենք հարց տվեցինք, հատկապես ես հարց տվեցի Օնի Գասպարյանին, ինչ վիճակ էր, երբ որ դուք դարձա գլխավոր շտաբի պետ եւ դրա հենց արձագանքը այնպեսին էր, որ այն առաջարկը, որ ներկայացրել է գլխավոր շտաբի պետը հանրապետության վարչապետին, ընդունվել է միանգամից։ Դա շատ մեծ թվեր էին, որի բացակայությունն էր պատճառը, որ մենք շատ տկար վիճակում էինք արդեն հայտնվել 20 թվականի պատերազմից առաջ։ Ես ուզում եմ, որպեսզի արձանագրենք, որ ծրագրի հաջողությունը նաև կրթության ոլորտում է, այդ կրթության մեջ մեր բոլոր ներդրումները, որպես հենասյունային ուղղություն, կտա այն առավելությունը, որը կբերի նրան, որ նոր տեխնիկաների օգտագործման համար պետք է յուրահատուկ գիտելիքները օժտված սպայակազմ, իսկ դրա համար մեր կրթօջախները սկսած ուսումնական զորամասերից մինչև ակադեմիա Վազգեն Սարգսյան ակադեմիան պետք է իր ամբիցիոզ ծրագրերը դարձնի ավելի ամբիցիոզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Արձագանք եմ միայն, որ այնպես չի, որ այսօրվա գլխավոր շտաբի պետը կամ պաշտպանության նախարարը կարող են բողոքել, որ իրենց առաջարկները վարչապետի կողմից մերժվել են։ Երբեք այդպիսի բան չի եղել։ Շնորհակալ եմ։